Որ եւ Որդվո եւ Հոգույն Սրբո ամեն։ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցեք վերին բաները այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։ Վերին բաների մասին խորեցեք եւ ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է։ Իսկ երբ Քրիստոս ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք Փառքով։ Հոգևոր մխիթարություն ենք ապրում եւ տեսնում ենք ամենքիդ համախմբված այս սուրբ եկեղեցու կամարների ներքո, առավել եւս մի շրջանում, երբ մենք ամենքս մեր աղոթքով, մեր պատվիրանապահությամբ եւ պահեցողությամբ քայլում ենք դեպի մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Եվ այսօր մեր այդ պահեցողության հանգրվաններից վերջինն է, որը մեր հայրերը կոչել են իբրև Գալստյան կիրակի։ Գալստյան նյութը, սիրելիներ, դժվարին նյութ է, որի մասին շատերը փորձել են խոսել, փիլիսոփայել, ենթադրություններ անել, ճամարտակել, սակայն գալուստը այնպիսին է, ինչպիսին, որ նկարագրվել է ավետարանների մեջ հենց Տիրոջ կողմից։ Սակայն Տերը ասում է, որ այդ Գալստյան մասին, որ այդքան պատկերավոր կերպով նա մեզ ներկայացնում է, ոչ ոք չգիտի, այլ միայն Հայրը, որ երկնքում է։ Անգամ որդին, միածին որդին Քրիստոս եւ մեր Փրկիչը տեղյակ չէ, թե երբ է լինելու երկրորդ Գալստյան օրը եւ ժամը։ Բայց սակայն Տերը պատկերում է այդ գալուստը եւ մեզ էլ այսօր փոխանցված է սա իբրև խորհրդածության հանգրվան, որ մենք մտորենք, թե ինչ նշանակություն ունի մեզ համար Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ ինչու է հատկապես այսօրը մեզ մատուցվում այս պատմությունը, որպեսզի մենք ավետարանը ընթերցելիս եւ կամ ունկնդրելիս Խորանից, երբ սարկավագը մատուցում էր մեզ այն, անդրադառնանք, թե լինելու է երկրորդ գալուստը մեր Փրկչի։ Մենք, որ ապրել ենք խորհուրդը առաջին Գալստյան, մենք, որ Քրիստոսի հետ թաղվել ենք եւ մեր մկրտությամբ Քրիստոսի հետ հարություն ենք առել մեր հավատի մեջ, այսօր պետք է ակնթեթորեն սպասենք երկրորդ Գալստյանը Քրիստոսի։ Տարբեր արվեստագետներ վրձնել են այդ գալուստը։ Տարբեր մարդիկ փորձել են նկարագրել այն գեղարվեստորեն։ Սակայն այդ գալուստը արհավիրքների մասին է։ Որովհետև այդ Գալստյանը նախորդում են արհավիրքները, որոնք որ պիտի պատոհասեն ամբողջ մարդկությանը, ամբողջ աշխարհին եւ տիեզերքին։ Եվ երբ նկարագրվում է, թե Քրիստոս ինչպես է ամպերի վրայով գալու եւ այլևս հավաքելու հարության մարդկությանը ոմանց դատաստանի համար եւ ոմանց փրկության, երբ խոսում է Տերը նախանշանների եւ հալածանքների մասին, թե ինչպիսի պատերազմներ, երկրաշարժեր, արհավիրքներ պիտի լինեն, թե ինչպես պիտի հալածվեն մարդիկ Քրիստոսի անվան համար, առաջին զգացումը դա երկյուղի վախի զգացումն է, որ մարդ կարող է ունենալ։ Սակայն Քրիստոս մեզ այսօր այդ պատճառով չէ պատմում երկրորդ Գալստյան մասին եւ ներկայացնում այդ ահասար սուր պատկերը։ Քրիստոս ներկայացնում է այս ամենը մեզ, որպեսզի այս պատկերի լույսի ներքո մենք պատրաստենք մեր անձերը։ Եվ այս ակնթարթին, երբ մենք պատրաստվում ենք գնալ ընդառաջ Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության տոնին եւ այդ տոնի խորհրդին, մեր եկեղեցու ցանկությունը այն է, որ իր զավակները ապրեն լինելով մշտապես զգոն եւ զգուշավոր, որովհետեւ Տերը ասում է մեզ Ղուկասի ավետարանում
երբ խոսում է իր գալստյան մասին, մատուցելով հետևյալ զգուշացումը, արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոտ կարեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու որդու առաջ։ Ինչու պիտի զգույշ լինենք մենք։ Ինչու պիտի արթուն լինենք մշտապես աղոտ կանելով։ Եվ սա պարզապես աղոտ կանելու մասին չէ։ Եվ Աստծո ակնկալությունը այն չէ, որ դուք 24 ժամ հարատևորեն աղոթքի մեջ լինեք։ Այլ սա մեզ ցույց է տալիս, սիրելիներ, որ մենք պիտի կարողանանք մեր արտաքին եւ ներքին մարդուն ներդաշնակեցնել։ Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ էությունը, անձը մեզ իբրև Աստուծո զավակ եւ արարած պատրաստ պահել այդ մեծագույն հանդիպմանը, որ Քրիստոսի հետ հանդիպումն է լինելու։ Եվ եթե մենք չգիտենք օրը եւ ժամը այդ հանդիպման, դա նշանակում է, որ մենք իբրև իմաստուն պետք է դրսևորենք մեզ, այն իմաստուն կույսերի նման, ովքեր իրենց կանթեղների մեջ զեթը միշտ պահում էին լեցուն կերպով, որպեսզի երբ անհրաժեշտությունը լինի, երկար սպասեն Փեսայի գալուստը։ Դուք էլ պիտի ձեր այդ գանձանակը, ձեր բարի գործերի, ձեր կեցվածքի միշտ լեցուն պահեք այդ ամենով, որպեսզի կարողանաք, երբ Տերը գա, նրան համարձակությամբ ընդառաջ դուրս գա։ Եվ պատահական չէ, որ Քրիստոս մեզ մեկ այլ զգուշացում է կատարում, ասելով զգույշ եղեք ինքներդ ձեզնից։ Գուցե ձեր սրտերը ծանրանան զեղությամբ եւ հարբեցողությամբ եւ աշխարհիկ հոգսերով եւ հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Ոմանց համար իսկապես երկրորդ գալուստը դառնալու է որոգայթ, որովհետև դատապարտության են տարվելու։ Ոմանց համար այն լինելու է մխիթարություն եւ փրկություն, եւ դա է պատճառը, որ Քրիստոս զգուշացնում է մեզ ասելով. դուք ինքներդ ձեզնից զգուշացեք, որովհետև ձեր մեջ է մեղքը բնակվում, ձեր ազատ կամքն է գործում, երբ դուք հեռանում եք Աստծուց։ Ոչ ոք մեղավոր չէ ձեր ընթացքի խոտորման մեջ, ոչ ոք մեղավոր չէ, երբ դուք գայթակղվում եք եւ հայտնվում եք մեղքերի ճիրանների մեջ, այլ դուք ինքներդ եք մեղավոր եւ դուք ինքներդ ձեզանից պետք է զգուշանալ։ Եվ դուք ինքներդ ձեզանից պետք է փախչեք եւ մաքրեք ձեր անձերը, որպեսզի պատրաստ լինեք Աստծուն դիմավորելու։ Աստուծո հետ հանդիպումը, սիրելիներ, պատասխանատու արարողություն է եւ ակնթարթ։ Դա ընդամենը ակնթարթ է յուրաքանչյուրիս կյանքում։ Ինչպես որ ակնթարթ է, երբ մենք հրաժեշտ ենք տալիս երկրային այս կյանքին եւ փոխադրվում ենք հավիտենական կյանքի գրկի մեջ, երբ մենք կանգնում ենք Աստուծո հայացքի առջև, որովհետեւ մենք միամիտ չպիտի լինենք սպասելու, որ մեր կյանքի ընթացքում պետք է լինի այդ ակնթարթը հանդիպման Աստուծո հետ։ Քրիստոս կգա, բայց ոմանք կլինեն ողջ, ոմանք կլինեն ննջեցյալ, եւ նա հավասարապես գալու է բոլորին առջև, եւ բոլորը ընդառաջ են դուրս գալու նրան, ոմանք ուրախությամբ, ոմանք երկյուղով, ոմանք սարսափով, ունենալու ետերում իրենց կատարած գործերը եւ իրենց ապրած կյանքը։ Եվ երբ մենք խոսում ենք այդ կյանքի մասին, որի աստիճաններով մենք բարձրանում ենք քայլ առ քայլ, մեր կյանքի արահետներով մոտենալով Քրիստոսին, որպեսզի բախենք Տիրոջ արքայության դուռը, առաքյալը մեզ զգուշացնում է, որ մենք պետք է կարողանանք, սիրելիներ, մեր հին կյանքից հրաժարվել եւ քայլել նոր կյանքի ճանապարհով։ Որովհետեւ եթե մենք խոնարհվել ենք, Քրիստոսի հետ թաղվել ենք
եւ մկրտության ավազանից այլևս հարություն ենք առել իբրև քրիստոնյաներ, իբրև քրիստոսակիրներ, Քրիստոսի անվան հավատացողներ, ապա մենք հրաժարվել ենք հին մարդուց։ Հանել ենք մեր վրայից հին մարդուն իր բոլոր գործերով, բայց նաև փոխարենը հագել ենք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ ըստ Արարչի պատկերի։ Ուստի սիրելիներ, այդ ամենի մեջ, այս քայլի, այս գործողության, այս նախանձախնդրության, այս պատրաստակամության մեջ մենք կոչված ենք հագնելու գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն։ Պետք է ներենք միմյանց, պետք է հանդուրժենք միմյանց, եւ եթե մեկը մյուսի հանդեպ գանգատ ունենք, ապա ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ, նույն ձևով եւ պետք է մենք վարվենք մնացյալների նկատմամբ։ Այսօրվա ավետարանը, սիրելիներ, չի խոսում մեզ այդչափ Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, որքան թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի պատրաստ լինենք այդ գալստյան։ Եվ մենք երբեք չպիտի վախենանք Քրիստոսի երկրորդ գալուստից։ Մենք երբեք չպիտի սարսափենք այդ օրվանից, այդ ակնթարթից։ Մենք պետք է սպասենք այդ օրվան, բայց մեր սպասումի մեջ մենք պետք է պատվիրանապահության մեջ լինենք անբիծ եւ անարատ։ Մենք պետք է մաքուր լինենք մեր կյանքի մեջ Աստուծո հայացքի առջև եւ չպիտի նմանվենք փարիսեցիներին եւ սադուկեցիներին։ Քրիստոս երբ իր վայրն էր տալիս սադուկեցիներին եւ փարիսեցիներին, իր Մատթեոսի ավետարանի 23-րդ գլխում, ապա Քրիստոս դա անում էր ոչ թե որովհետև նրանք վատն էին, յուրաքանչյուրը դատապարտված էր, այլ որովհետև նա դատապարտում էր նրանց կենսակերպը, որովհետև տեսնում էր նրանց մեջ հակադրությունը ներքին եւ այդ արտաքին մարդու, երբ արտաքին կաղապարը կեղծավորության եւ երեսպաշտության մեջ է, սակայն ներքին մարդը հտած է եւ նմանվում է կեղտոտ կահկարասիի, որը արտաքուստ թվում է թե մաքրված է, բայց ներքուստ ամեն մի աղտեղություն ունի։ Նմանվում է գերեզմանների, բայց ներսում գիտեք թե ինչ է գտնվում։ Երբ Քրիստոս երբ նմանեցնում է իրանց այդ ամենին, մեզ է սովորեցնում, որ մենք չպետք է մեր կենցաղավարության մեջ այդպիսին լինենք։ Իսկ երբ նրան հարցնում են, ինչպիսին պետք է լինենք, Քրիստոս մեզ հիշեցնում է, որ մենք պետք է նախ տոկունությամբ մեր հոգիների փրկությունը գտնենք, բայց նախ եւ առաջ պետք է կատարենք երկու մեծագույն պատվիրանները։ Եվ առաջին պատվիրանը այն է, որ պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով եւ մտքով, եւ ասում է երկրորդ պատվիրանը նման է առաջինին, որ պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը։ Եվ մենք սիրելիներ, երբ ընթերցում ենք այս պատվիրանները, սա չի նշանակում, որ մնացյալ պատվիրանները երկրորդական են, սակայն այս պատվիրանների մեջ, եթե դուք գտնվեք անսայթակ կերպով, ապա հավատացեք, որ մնացյալ պատվիրանները ձեր կյանքում կկատարվեն, որովհետև գայթակղությունը, դժվարությունը, որոգայթը, որի մասին խոսում էր Քրիստոս, հենց այս պատվիրանների մեջ է, որ մենք հավատարմություն դրսևորենք Աստուծո նկատմամբ, որին չենք տեսնում, բայց նաև այդ հավատարմությունը գործնականում արտահայտենք մեր նմանի նկատմամբ սեր դրսևորելով եւ հոգատարություն, որին մենք ամեն օր, ամեն ժամ տեսնում ենք։ Եվ եթե մենք չենք կարողանում մեր նմանի, մեր ընկերոջ, մեր մերձավորի նկատմամբ ճիշտ կերպով կառուցել մեր հարաբերությունները եւ ապրել նրա հետ համերաշխության եւ խաղաղության մեջ,
ապա ինչ համբերության մասին կարող է խոսքը գնալ, որով որ մենք կարող ենք շահել մեր հոգիները։ Եվ երբ անդրադառնում ենք սիրելիներ այս արտահայտության հունարեն բնագրին, ապա այն համբերության փոխարեն օգտագործում է տոկունություն բառը։ Ես ձեզ մաղթում եմ այդ տոկունությունը սիրելիներ ձեր հավատի մեջ, որպեսզի դուք տոկուն մնաք, որպեսզի դուք տոկուն լինեք եւ կարողանաք իսկապես եւ տոկունությամբ եւ համբերությամբ շահել ձեր հոգիները Տիրոջ կողմից ձեզ համար նախապատրաստված փրկության համար։ Եվ երբեք չընկճվեք, երբեք չվհատվեք, երբեք չընկրկեք, երբեք չնահանջեք, որովհետև ինչ էլ որ լինի ձեր կյանքում, ապա հավատացեք, որ այդ նեղությունները, այդ դժվարությունները դուք որ կրում եք ձեր հավատի, ձեր համոզումի, քրիստոնեական վարդապետության պատճառով, ապա դա միմիայն արվում է Քրիստոսի անվան համար։ Եվ երբ Տերը խոսում է այդ հալածանքների մասին եւ ասում է, որ այդ ամենը պիտի պատուհասի ձեզ իմ անվան համար, նա ասում է, ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Չմտահոգվեք, թե ինչ պատասխան պիտի տաք, թե ինչ կեցված պիտի դրսևորեք, ինչպես պետք է դիրքավորվեք ամեն մի նման իրավիճակում, որը ձեզ գալիս է փորձելու ձեր հավատի մեջ, այլ ասում է, որովհետև ես ձեզ կտամ բերան եւ իմաստություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Եվ պիտի ատվեք բոլորից Քրիստոսի անվան համար, սակայն եթե տոկակ, ապա պիտի ձեր համբերությամբ շահեք ձեր հոգիները։ Այս մաղթանքով, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր այս հոգևոր ճամփորդությունը, որի մեկնակետը Աստված է, որովհետև ամենքս Աստծուց ենք սկիզբ առնում եւ ընթանում Աստծով մեր կյանքի ընթացքում, միշտ մեր մտքում անդրադառնանք եւ մտապահենք, որ մեր կյանքի նպատակը նաև Աստված է։ Աստծուց ելել ենք եւ Աստծուն պիտի վերադառնանք։ Աստծուց արարվել ենք եւ Աստծո գրկում նորից պիտի հայտնվենք։ Սակայն մեզ իբրև պատասխանատվություն սիրելիներ մնում է այդ միջակայքը։ Արդյոք կապրենք մենք այդ միջակայքը Աստուծո հետ եւ թե կամ կհեռանանք Տիրոջից։ Թող Տիրոջ շնորհը, սեր եւ խաղաղությունը ձեզ հետ լինի, որպեսզի ամուր մնաք ձեր այս կոչման մեջ եւ հաստատուն քայլերով քայլեք դեպի Տիրոջ սուրբ հարության լուսաշող խորհուրդը մեր կյանքի ամեն։